Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը չի դադարում պատմել Արցախի եւ այնտեղ տեղի ունեցածի մասին։ Ռեժիսորի առաջիկա ֆիլմը 2020-ի հրեշտակները հարգանքի տուրք կլինի այն բոլոր բուժաշխատողներին, ովքեր Հայաստանի ու Արցախի համար դժվար օրերին փրկել են կյանքեր ու եղել ամենաթեժ իրադարձությունների կիզակետում։ Այ չեմ հիշում, վերնագիրն է ավելի շուտ ծնվել ինձ մոտ, թե ֆիլմ պատրաստելու գաղափարը, որովհետեւ իսկապես այն որ ես տեսա Արցախի հանրապետության տարբեր հատվածներում մարտական գործողությունների մեջ, նաև խորքում, սահմանագծի մոտ, տարբեր վայրերում, հոսպիտալներում, հիվանդանոցներում բույս ծառայողների կողմից կատարվող աշխատանքը, դա աննկարագրելի է։ Իրապես յուրաքանչյուր կյանքի համար բույս աշխատողները կռիվ են տվել, անհավանական են արել, իսկապես, ու արդեն մեջս որոշել էի, որ չեմ բավարարվելու այն ինչ որ տեսնում եմ, որովհետև ամեն տեղ, ամեն պահ լինել չես կարող եւ երբ Աստծո հաջողությամբ վերադառնամ, պետքա բժիշկների հետ հանդիպեմ ու բժիշկների պատմությունները փորձեմ վերածել ֆիլմի։ Ֆիլմի շուրջ աշխատանքները սկսվել են 2021 թվականի հունվարից։ Մինչ օրս ռեժիսորը տարբեր հանդիպումներ է ունեցել 70-ից ավել բուժաշխատողների հետ Արցախից, Հայաստանից եւ Սփյուռքից։ 21 թվականից այս կողմ հանդիպումների արդյունքում ամենադժվարը գտնելն էր ֆիլմի կառուցվածքը, որ գտնել մի կառուցվածք, որը որ հնարավորություն տա այսպես ոչ թե մասնատված, այլ լավագույնս ռեժիսորական լուծմամբ եւ սցենարական լուծմամբ նկարագրել, ներկայացնել կատարվածը եւ բոլոր կողմերը։ Դա գտնվեց տարիներ անց եւ փաստացի մենք հիմա ունենք մեկ ամբողջական ֆիլմ, որը պատմում է 6 պատմություն, բայց 4 սյուժետային գծեր ունեն։ Առաջի բաժին, երկրորդ բաժին, երրորդ եւ չորրորդ։ Եվ այնպես է, որ դու առաջի բաժնում հպանցիկ կարող է տեսնես հերոսների, անձանց, կերպարների եւ չգուշակես ու չես էլ գուշակի, որ նրանք երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ բաժնի պատմություն առաջ մղողն են, կարևորագույն կերպարներն են, պատմությունը իրենց շուրջ է կատարվում։ Ֆիլմում կլինեն տեսարաններ ոչ միայն պատերազմի դաշտից, կներկայացվեն նաև այն գործողությունները, որոնք այդ պահին տեղի էին ունենում Երևանում, նաև կլինի հետհայացք դեպի 90-ականներ։ Ֆիլմը որից բուժաշխատողի բժշկի մասին չէ։ Ֆիլմում կերպարները համընդհանուր կերպարներ են, որից անձի մասին պատմելու խնդիր մեր առջև չենք դրել, որևիցե բուժ հաստատության կամ բուժ միավորման, կազմակերպության մասին խոսելը չէ մեր խնդիրը, ովքեր որ աջակցել են մինչ օրս, ովքեր որ կաջակցեն ապագայում, բոլորի անունները մենք կկարդանք վերջի տիտրերում։ Ռեժիսորն առայժմ չի բարձրաձայնում գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանների անունները, սակայն ասում է, դերասանական կազմը գրեթե որոշված է եւ նրանք բավական լուրջ պատրաստություն են անցնում։ Իմ հանդիպումներից զատ նաև դերասանները հանդիպել են բժիշկներին, անկախ նրանից թե ով ում կերպար է մարմնավորելու, ինձ համար կարևոր է եղել, որ ստեղծագործական թիմը ընդհանրապես, ոչ միայն դերասանները, անձնապես ճանաչեն այն երևելի մարդկանց, ովքեր որ հանդիսացել են իմ ներշնչանքի աղբյուրը եւ փաստացի ֆիլմը նրանց մասին է։ Ամեն բան չէ, որ դարձել է ֆիլմի նյութը։ Մենք փորձել ենք բոլոր պատմությունները բժիշկների հետ կատարված բոլոր բժիշկներից որևէ բան իրադարձություն դեպքեր վերցնել եւ փաստացի դերասանը որ մարմնավորել է որևէ բժշկի փաստացի այդ կերպարի մեջ ամբողջանում են, մարմնացնում են մի քանի բժիշկների։ Ֆիլմի գաղափարը, նկարահանման վայրերը, դերասանների ընտրությունը, սցենարը գրեթե որոշված են, սակայն նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։ Ջիվան Ավետիսյանը նշում է, այն իրականություն դարձնելու համար ակնկալում է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնակցությունը։ Ես տարիներ շարունակ ֆիլմը, ծրագիրը, պրոյեկտը զարգացրել եմ տարբեր շուկաներում, ամեն տարի Բեռլին եւ Կանն մեկնելով, եւ փաստացի պրոյեկտի շուրջ ունենք հավաքած 5 երկրից պրոդյուսերների, անկախ կինոգործիչների, որոնք պատրաստ են մաս լինել այս ֆիլմին, բայց բյուջեի գոյացման աշխատանքները արդեն մենք սկսել ենք crowdfunding արշավը Rearmenia հարթակում, որտեղ որ արդեն բավական գումար են գոյացրել,
հանդիպում հրեշտակ ինվեստորների հետ, որ արդեն ունենք հաջողություններ, բայց շատ կարևոր է, որ ունենանք պետության աջակցությունը, մասնավորապես Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որ վերանվանվեց կինոյի հիմնադրամի աջակցությունը ունենալով մենք կարողանանք հաջորդ քայլով դիմել եվրոպական ֆոնդերին, բյուջեն գոյացնելու, ստեղծագործական թիմը համալրելու, որովհետև համարտադրությունը ենթադրում է ոչ միայն իրենց ֆինանսական ներդրումները, մասնակցություն, այլ նաև ստեղծագործական թիմի ենթադրում է, որ ամբողջ կամերայի դեպարտամենտը լինելու է արտերկրից, նաև դերասաններ, ամբողջ ձայնի դեպարտամենտը լինելու է դարձյալ արտերկրից, այն ինչ որ մենք հիմա ծրագրում ենք թղթի վրա մեր քոպրոդյուսերների հետ Եվրոպայից, գործնական քայլերի անցնելու համար անհրաժեշտ է կինոյի հիմնադրամի աջակցություն ունենանք եւ առաջ շարժվենք։ Այս պահին վերարտադրության փուլում է ռեժիսորի մեկ այլ ֆիլմ՝ Վերածնվածը։ Վերածնվածը ֆիլմը հիմա գտնվում է post-production-ի փուլում եւ մոտիկանում ենք ավարտին։ Իրանի ավելի շուտ կարողանանք ավարտել, բայց աշխատանքները բավականին շատ ծավալուն են, մասնավորապես հատուկ էֆեկտների VFX-ի աշխատանքը, որը անդրադառնում է թե պատերազմական տեսարաններին, անդրադառնում է թե արհեստական բանականության էլեմենտին, ORCID-ին, Organizer of Chaotic Input Data, որովհետև մեր ֆիլմի գլխավոր հերոսը Մուրադ Արաքելյանը, ով 20 թվականի պատերազմի նախօրեին գալիս է Արցախ գտնելու իր արմատները, արհեստական բանականության ինժեներ է եւ աշխատում է իր գյուտի վրա եւ ամբողջ ֆիլմի ընթացքում զարգանում է ծրագիրը եւ դա ամբողջ ֆիլմի ընթացքում զուգահեռաբար վերածում է կարևոր դոմինանտ գծի եւ հենց այդ վիզուալ էֆեկտներով իրականացվող աշխատանքները բավական ծավալուն են, բայց Աստծո կամոք կավարտենք այս տարի, արդեն իսկ հետաքրություն ունենք տարբեր փառատոներից։ Ջիվան Ավետիսյանի խոսքով ֆիլմը ոչ միայն կպատմի 2020 թվականի պատերազմի մասին, այլև հայկական ֆիլմարտադրության մեջ կարող է հանդիսանալ որպես արհեստական բանականության մանիֆեստ։ Մինչև պատերազմը Վերածնվածը ֆիլմի դեպքերը ընթանում էին 16 թվականի ընթացքում, բայց դա կարող եմ ասել, որ մեծամասամբ փոփոխվեցին 20 թվականի պատերազմից հետո։ Ոչ թե որ քարոզիա պատերազմը նետվեց հետին պլան, բայց այն ասելիքը, որ կարող ենք ասել քարոզիա պատերազմի եւ ուզում ենք ասել քարոզիա պատերազմը ներկայացնելով, արդեն ինքնին ասում ենք 20 թվականի պատերազմի մասին պատմելով, իհարկե նաեւ խոսվում է թե 90-ականների մասին, թե քարոզիա պատերազմի մասին Վերածնվածը ֆիլմում։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի դերասաններ։ Ես ունեմ ֆիլմում հրաշալի դերասանական կազմ թե Հայաստանի Հանրապետությունից եւ թե արտերկրից, հրաշալի եւ կարեւոր առանցքային կերպար է մարմնավորում Պապկեն Չոբանյանը, ում հետ արդեն հերթական ֆիլմն է, որ միասին անցնում ենք, Նայինե Պետրոսյանը, դարձյալ երրորդ թե չորրորդ ֆիլմն է, որ միասին ստեղծել ենք։ Եվ այլ դերասաններ, եւս որ նայ ինչու՞ չէ հաշարի դերասաններ, որոնց հետ նոր եմ առաջին ֆիլմով է, որ դա Մարիամ Ադամյանն է, դա շատ ուրիշներ եւս։ Եվ ասեմ, որ օտարազգի դերասանները, որոնք ավելի ընդգրկված են ֆիլմի եվրոպական բաժնում, որի նկարները Կիպրոսում իրականացրեցինք անցած տարի, դա Արման Դասանտեն է, մեծ դերասան Միացյալ Նահանգներից, ով շատ առանցքային կերպար է մարմնավորում, Մուրադ Արաքելյանի պրոֆեսորի դերակատարում ունի ֆիլմում, ում հետ, ում ուղղորդմամբ, խորհրդով, միջամտությամբ Մուրադը զարգացրել է արհեստական բանականությունը եւ փաստացի ֆիլմում Մուրադի վիրավորումից հետո պրոֆեսոր ինքն է փորձում արհեստական բանականության ORCID-ի միջոցով հասկանալ մի շարք իրողություն, ինչ է կատարվում Արցախում հիմա այս վայրկյանին։ Մայա Մորգենշտեյնը, ով Մել Գիբսոնի Քրիստոսի չարչարանքները ֆիլմում խաղում է աստվածամոր կերպարը, խաղում է մեզ մոտ
գլխավոր հերոսի մայրը Հեյնոֆերջը Գերմանիայից ընդհանրապես մենք մեր բոլոր ֆիլմերում փորձում ենք ներգրավել ոչ միայն երևելի դերասաններ մեր հանրապետությունից, այլ նաև հայերի ապրող արտերկրում, նաև օտար դերասանների եւ հենց այդ օրինակով ֆիլմի գլխավոր կերպարը Ռոբին Հայրաբյանը, ով հայ է, ամբողջ կյանք ապրում է Ֆրանսիայում, բայց երբեք չի եղել Հայաստանում եւ ֆիլմը առիթ է եղել, որ մի քանի անգամ փորձերի նկարահանման համար գա Հայաստան եւ կապվի իր հայրենիքի հետ։ Արցախի թեմատիկայով ֆիլմերը համաշխարհային կինոշուկա մղելը դժվար է, բայց անհնարին չէ։ Առհասարակ հայկական ֆիլմերի ուղին հեշտ ընթացք չի ունենում, ասում է Ջիվան Ավետիսյանը։ Հիմնարար պատճառներից մեկը նա է, որ ով է դիտողը, ով է սպասում այս թեմաներին, ով է սպասում հայկական ֆիլմին, լսարանը, ով է։ Եվ դա յուրաքանչյուրիս ջանքերն է պահանջում, որ կարողանանք այն հեղեղը առաջացնենք, որ ձևավորենք հանդիսատես բարձրաճաշակ եւ բարձրորակ, որ սպասում են հայկական ֆիլմերի աշխարհայողության անկյունում։ Ջիվան Ավետիսյանը տարիներ շարունակ մասնակցում է Կաննի կինոշուկային, ներկայացնելով հենց Արցախի մասին իր ֆիլմերը։ Արցախցի ռեժիսորը կարևորում է այդ հանդիպումներն այլազգի գործընկերների հետ, որոնք գոնե դրանց արդյունքում իմանում են իր պատմությունը, արցախյան իրադարձությունների հետևանքով իրենց տունը հարկադրված լքած մարդկանց դաժան իրականությունը։ Ես վստահ եմ, որ չի կարող որևէ բռնապետ գծել սահմաններ եւ դա լինի հավերժ։ Քանդվելու են բոլոր բռնապետերի կողմից գծած սահմանները, ես խորապես հավատում եմ դրան եւ ամեն օր ես փնտրում եմ երևելի մարդու, դա թե լինի իմ թիմակիցը, թե որ ինձ հետ հարցազրույց վարի, թե ֆինանսապես աջակցի կամ իր խորհուրդը տա։ Ես փնտրում եմ ամեն օր երևելի մարդկանց, որպեսզի կարողանամ իրագործեմ այն ֆիլմերը, այն գործը, որը որ կարող են նպաստել բռնապետերի կողմից գծած սահմանների փլուզմանը։ Ես հավատում եմ, որ մեր ֆիլմերը քաղաքական հարցեր չեն կարող լուծել, բայց կարող են աղմկել եւ հարցերի շուրջ ուշադրություն սերել։ Եվ մինչ օրս վերջի 10 տարիների ընթացքում 3 լիամետրաժ ֆիլմերը Թևանիկը, Վերջին բնակիչը, Դրախտի դարպասը փաստացիորեն դա արել են տարբեր համալսարաններում, արել են տարբեր կինոթատրոնների դահլիճում, արել են դպրոցներում, հեռուստատեսությամբ եւ իհարկե դժվար է եղել ձախողվել ենք Մոսկվայի կինոփառատոնից ենք դուրս շպրտվել մեր Դրախտի դարպասը ֆիլմով, Դրախտի դարպասը Լիտվայի Հանրապետությունում ստացած 100,000 եվրոն Ադրբեջանի բռնաճնշումների տակ կասեցվել է աջակցությունը, որը պետականորեն հայտարարած եւ on-line հարթակներում արդեն գրված եւ ստորագրված նախարարների կողմից հաստատողջիալ է համարվել։ Ունեցել ենք ձախողումներ այլ երկրներում, բայց կանգ չենք առել։ Պատերազմի ժամանակ կամ դու կսպանես, կամ քեզ կսպանեն։ Դու մորների մասին մտածում ես։ Ես ապրելու մասին կմտածեմ։